Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ամբողջությամբ հրաժարվել միջուկային զենքից։ Ըստ նրա, մեջբերեմ միջուկային զենքի հզորությունը ահռելի է։ Սպիտակ տունը նախատեսում է սկսել բանակցությունները միջուկային զենքի կրճատման վերաբերյալ։ Թրամփը այս մասին հայտարարել է Սպիտակ տանը հրամանագրի ստորագրման ժամանակ։ Նա նաև նշել է, որ պատրաստվում է առաջարկել Ռուսաստանին ևս հրաժարվել միջուկային զենքից։ Նշենք, որ դեռևս խորհրդային ժամանակներից ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի առաջնորդները փորձել են համաձայնություն ձեռք բերել միջուկային զենքի վերաբերյալ։ Ուզում եմ նաև նշել, որ այս թեմայով մի շարք համաձայնություններ են ձեռք բերվել Ռուսաստանի և Ամերիկայի միջև, որով կողմերը պարտավորվել են որոշակի չափով սահմանափակել միջուկային զենքի ձեռքբերումը։ Թողարկման մյուս թեմաներին մինչև անդրադառնալը առաջարկում եմ նախ ծանոթանանք, թե ինչ ենք պատմելու ձեզ, ապա վերադառնանք թեմաներին։ Պաղեստինամետ ակտիվիստները գրավել են համաշխարհային ճանաչում ունեցող համալսարանի մասնաշենքերից մեկը։ Հրթիռի պայթյունի հետևանքով ամերիկյան ավիացիոն իշխանությունները ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները։ Վաշինգտոն նահանգի բնակիչը ափի մոտ առեղծվածային նավ է նկատել, արդյունքում բացահայտվել է ԱՄՆ նավատորմի գաղտնի պրոյեկտներից մեկը։ ԱՄՆ բազմաթիվ նահանգներում եղանակային խիստ տատանումներ են, տորնադոներ, անձրևներ և սառնամանիքներ։ Թրամփը բազմաթիվ բացառություններ է արել Կանադայի և Մեքսիկայի հանդեպ կիրառվող մաքսատուրքերի ապրանքների ցուցակում։ Եվ վերջում, թե որտեղ և ինչ պայմաններում կանցնի Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցությունները։ Այս և մյուս կարևոր թեմաների մասին մանրամասն կիմանաք դիտելով մեր թողարկումը մինչև վերջ։ Բարև ձեզ, դուք դիտում եք Glendale Newsroom-ի հերթական թողարկումը, ես Լենա Կարապետյանն եմ, ու մեր թիմի հետ ձեզ եմ ներկայացնում Ամերիկայում կատարվող քաղաքական ու հասարակական կարևոր իրադարձությունները։ Ուզում եմ սիրով տեղեկացնել ու շնորհակալություն հայտնել ձեզ ձեր ակտիվության համար, մենք YouTube-ում արդեն 3000-ից ավելին ենք, այնպես որ եթե չեք ցանկանում բաց թողնել մեր հետագա թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, ինչպես նաև կոմենտներում գրեք, թե որտեղից եք հետևում մեզ։ Նախ սկսենք նրանից, որ հինգշաբթի օրը Նյու Յորքի ոստիկանությունը անընդհատ ահազանգեր է ստացել, պատճառն այն է, որ պաղեստինամետ ակտիվիստները փորձել են գրավել և անգամ նրանց մոտ հաջողվել է, նրանք գրավել են համաշխարհային ճանաչում ունեցող Կոլումբիայի համալսարանի մասնաշենքերից մեկը։ Սկզբում նրանք գործադուլ են կազմակերպել, իսկ մի քանի ժամ անց ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել շենքում ռումբի առկայության մասին։ Համալսարանում տարհանում է սկսվել, սակայն ակտիվիստները հրաժարվել են լքել համալսարանը, ինչը հանգեցրել է ոստիկանության հետ բախումներին։ Սա արդեն երկրորդ մեծածավալ բողոքի ցույցն է վերջին շաբաթվա ընթացքում։ Նախորդ անգամ ցուցարարները նույնպես գրավել էին նույն շենքը և պահանջում էին վերականգնել համալսարանից և քոլեջներից հեռացված ակտիվիստներին։ Քոլեջի նախագահը առաջարկել է բանակցություններ անցկացնել ցույցի կազմակերպիչների հետ, սակայն ցուցարարները հայտարարում են, որ դա բավարար չէ։ Մենք կշարունակենք հետևել Նյու Յորքից ստացվող նորություններին, բայց մինչև այդ Իլինոյս նահանգում դատարանը պաշտպանել է ներգաղթյալներին, որոնց փորձել են վտարել իրենց բնակարաններից։ Պատմությունը սկսվել էր 5 տարի առաջ, երբ տանտերը որոշել էր բարձրացնել վարձավճարը։ Նոր դժվարություններ էին առաջացել բնակիչների մոտ և նրանք չեն կարողացել բավարարել սեփականատիրոջ պահանջին։ Տանտերը բնակիչներին սպառնացել էր ասելով, որ կհայտնեն ներգաղթի ծառայությանը։ Բնակիչները, որոնք անօրինական կարգավիճակում էին, չէին վախեցել։ Նրանք գտել են փաստաբաններ և դիմել դատարան։ Օրենքն արգելում էր բնակիչների հանդեպ խտրականություն ցուցաբերել, անգամ եթե նրանք անօրինական ներգաղթյալի կարգավիճակ ունեն։ Դատարանը որոշել էր, որ տանտերը մեղավոր է, քանի որ փորձել է խտրականություն ցուցաբերել։ Տանտերերին պարտադրել է $80,000 տուգանք վճարել։ Ամերիկյան ավիացիոն իշխանությունները դադարեցրել են թռիչքները Ֆլորիդայի մի քանի օդանավակայանում SpaceX-ի Starship հրթիռի բեկորի վտանգի պատճառով, որը դուրս է եկել վերահսկողությունից մեկնարկից անմիջապես 10 րոպե հետո և պայթել օդում։ SpaceX-ի հայտարարության համաձայն անձնակազմ չպարունակող Starship-ը արագ չնախատեսված կազմալուծման էր ենթարկվել և կորցրել էր ցամաքային կառավարման հետ կապը։ SpaceX-ը, որը պատկանում է միլիարդատեր Մասկին, հայտնել է, որ թիմերն անմիջապես սկսել են համագործակցել անվտանգության պաշտոնյաների հետ նախապես պլանավորված արտակարգ իրավիճակների արձագանքման շրջանակում։
It looks like we are losing attitude control of the ship. Վաշինգտոն նահանգում Reddit-ի օգտատերերից մեկը նկատել է առեղծվածային մի նավ, որը գրավել է շատերի ուշադրությունը։ Լուսանկարները, որոնք ցույց են տալիս 180 ոտնաչափ երկարությամբ տարօրինակ Peskov նավը, չեն կարողացել գտնել։ Անցնող օրերին քննարկումներից հետո ամերիկյան պաշտպանական առաջադեմ հետախուզական ծրագրերի գործակալությունը հաստատել է, որ այս նավը պատկանում է իրենց հատուկ ծրագրերից մեկին։ Գործակալությունը բացահայտել է, որ նավը հանդիսանում է նոր անմարդկային մակերևույթային նավ, որը նախատեսված է երկարաժամկետ ծովային ուղևորությունների համար, առանց անձնակազմի։ Նավը հանդիսանում է գործակալության հատուկ ծրագրի մաս։ Այն նախատեսվում է ենթարկել ծովային մանրամասն փորձաքննությունների, ավելի կոնկրետ այս գարնանը կանցնի մի քանի ամիս տևողությամբ փորձարկում, ամբողջությամբ առանց անձնակազմի։ Սա նշանակում է, որ մոդելը հնարավոր է դառնա ամերիկյան նավատորմի գործող մաս, բացելով նորեջ ծովային տեխնոլոգիաների և անմարդկային նավերի զարգացման մեջ։ ԱՄՆ-ում բազմաթիվ նահանգներում շարունակվում են փոթորիկներն ու սառնամանիքները, որի հետևանքով զոհեր կան։ Փոթորիկների պատճառով 6 մարդ զոհվել է։ Մի քանի հոգի մահացել է ձնաբքից, վատ տեսանելիության պատճառով առաջացած ավտովթարի հետևանքով, իսկ 1 մարդ մահացել է էլեկտրահարման հետևանքով, երբ քանդվել է էլեկտրահաղորդման գիծը։ Երկրի հարավային մասում ուժեղ անձրևներ են, Տեխասում բազմաթիվ շինություններ վնասվել են, Լոս Անջելեսում փողոցները ջրի տակ են, իսկ Կալիֆոռնիայի լեռնային շրջաներում սպասվում է մինչև կես մետր ձյուն։ Գրեք մեկնաբանություններում, թե ինչ իրավիճակ է ձեզ մոտ, իսկ այս կադրերում կարող եք տեսնել Օկլահոմայում և այլ նահանգներում տորնադոյի հետևանքները։ Մինչև Թրամփի մաքսատուրքերի թեմային անցնելը, եկեք տեսնենք, թե ինչ է հրապարակված մեր Facebook-յան էջում։ Տեխասի փոքր քաղաքներից մեկում ուժեղ քամիներին զուգահեռ բնակիչներին զարմացրել է օդում թռչող անհասկանալի մարմինը։ Ավելի ուշ, երբ այն իջել է, պարզվել է, որ դա օդապարիկ է։ Սահմանապահները հայտարարել են, որ օդապարիկը պատկանում է իրենց և օգտագործվում է տարածքի բարեկության նպատակով։ Ուժեղ քամիների ժամանակ կապերը պոկվել են և քամին այն տարել է ռազմական բազայից հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Սահմանապահները վերադարձրել են օդապարիկը և սկսել են մանրակրկիտ հետաքննություն, պարզելու, թե ինչպես է այն հայտնվել քաղաքի էլեկտրական լարերի վրա։ Նյու Յորքի նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Միացյալ Նահանգներում թիթեռների քանակը վերջին 2 տասնամյակում նվազել է ավելի քան 20%-ով։ Վիճակագրական մոդելների միջոցով գնահատվել են 342 տեսակի թիթեռների վիճակը։ Արդյունքները ցույց են տվել, որ 33%-ը ենթարկվել է զգալի անկման, իսկ 107 տեսակ նվազել է ավելի քան 50%-ով։ Հետազոտողները նշում են, որ թիթեռները դեռ կարող են վերականգնվել, եթե անհապաղ պահպանման միջոցներ ձեռնարկվեն։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ անարդար է համարում տրանսգենդեր կանանց և աղջիկներին թույլ տալ մասնակցել կանանց սպորտին։ Նյուսոմը, ով ղեկավարում է ԱՄՆ-ի ամենալիբերալ նահանգներից մեկը Կալիֆոռնիան և վաղուց հայտնի է LGBT իրավունքների աջակցության համար, այս հայտարարությունն արել է իր նոր փոդքասթում։ Կարծում եմ, որ դա արդարության հարց է։ Ես լիովին համաձայն եմ ձեզ հետ այդ հարցում, ասել է Նյուսոմը։ ԱՄՆ-ում առողջապահական ծառայությունների բարձր գները հանգեցրել են նրան, որ անցյալ տարի 31 միլիոն մեծահասակներ կամ բնակչության 12%-ը ստիպված է եղել բժշկական խնամքի համար պարտքով գումար, վարկ կամ կրեդիտ վերցնել։ Ընդհանուր փոխառված գումարի չափը կազմել է մոտ 74 միլիարդ դոլար, որը ներառում է նաև առողջապահական ապահովագրություն ունեցող անձանց, ինչը դարձնում է այս վիճակագրությունը ավելի մտահոգիչ։ Թրամփի վարչակազմը գաղտնի ստորագրել է գործադիր հրաման, որով նախատեսում է անմիջապես ընդլայնել դաշնային հողերում առևտրային փայտահատումը։ Հրամանը պահանջում է արագացնել թույլտվությունների տրամադրումը և շրջանցել վտանգված տեսակների մասին օրենքը և այլ բնապահպանական պաշտպանական միջոցառումներ։ Սիրելի հետևորդներ, եթե չեք ցանկանում բաց թողնել օրվա կարևորագույն իրադարձությունները, ապա կարող եք անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, հավանել մեր Facebook-յան էջը ու լինել տեղեկացված, ինչպես նաև կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։
Նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է մի հրաման, որով Կանադայից ու Մեքսիկայից ներմուծվող մի շարք ապրանքների վրա այլ մաքսատուր կսահմանվի։ Սա երկրորդ մեջ երկրորդ դեպքն է, երբ նախագահը մեղմացնում է իր քաղաքականությունը երկու գործընկերների նկատմամբ։ Այս միջոցները բիզնեսի համար ստեղծել են անորոշություն եւ մտահոգել ֆինանսական շուկաներին։ Ընդամենը 1 օր անց դրանց ուժի մեջ մտնելուց հետո չորեքշաբթի օրը նա հայտարարեց, որ ժամանակավորապես կազատի ավտոմեքենաների արտադրողների 25% ներմուծման հարկերից։ Մեքսիկայի նախագահը շնորհակալություն հայտնեց Թրամփին այս քայլի համար, մինչդեռ Կանադայի ֆինանսների նախարարը հայտարարեց, որ իր երկիրը կհետաձգի ամերիկյան ապրանքների նկատմամբ պլանավորած պատասխանատվությունների երկրորդ փուլը։ Հիշեցնենք, որ առաջին փուլը արդեն իրականացվել է, ինչը նշանակում է այս օրերին Կանադա ներմուծված շուրջ 30 միլիարդ դոլարի ամերիկյան ապրանք հարկվել է համապատասխան բարձր տոկոսով։ Կանադայի վարչապետը հինգշաբթի առավոտյան հայտնեց, որ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է մաքսատուրքերի հարցը գունեղ ձևով։ Ըստ ԱՄՆ-ի եւ Կանադայի լրատվամիջոցների հաղորդումների Թրամփը զրույցի ընթացքում մի քանի անգամ օգտագործել է կոպիտ արտահայտություններ։ Սպիտակ տան պաշտոնյան նշել է, որ Մեքսիկայից ներմուծվող ամերիկյան ապրանքների մոտ 50%-ը եւ Կանադայից 62%-ը կարող են դեռևս ենթարկվել մաքսատուրքերի։ Սաուդյան Արաբիայում հաջորդ շաբաթ կկայանա Ամերիկայի ու Ուկրաինայի մինչև բանակցությունների երկրորդ ռաունդը, այս մասին հայտարարել է Զելենսկին ու հույս հայտնել, որ դրանք կլինեն կշռադատված։ Նաև նշեմ, որ Ամերիկան մեկ անգամ չէ ասել, որ նպատակը այս բանակցությունների ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցումն է։ Հինգշաբթի օրը Վիտկոֆը հայտնեց, որ Թրամփը ստացել է Զելենսկու նամակը, որը պարունակում է ներողություն եւ երախտագիտության զգացում։ Զելենսկին գտնվում է ուժեղ ամերիկյան ճնշման տակ, զիջումներ կատարելու խաղաղ բանակցություններից առաջ, մինչդեռ Ուկրաինայի նախագահը ձգտում է Կիևի համար հաստատուն անվտանգության երաշխիքներ։ Զելենսկու հաշտեցման նամակը Թրամփին ցույց է տալիս, որ նա այլընտրանք չունի։ Ուկրաինական եւ ամերիկյան թիմերը վերսկսել են աշխատանքը եւ հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կունենանք կշռադատված հանդիպում, X-ում գրել է Զելենսկին։ Հինգշաբթի Պուտինը նշել է, որ Մոսկվան ձգտում է խաղաղության, որը երկարաժամկետ հեռանկարում կապահովի մեր երկրի հանգստությունը։ Այն բանից հետո, երբ Տեխասի դեմոկրատ Ալ Գրինը խափանել էր նախագահ Թրամփի ելույթը ու դուրս էր հրավիրվել ներկայացուցիչների պալատից, Կոնգրեսը սկսել է եւ քվեարկել է նրան հանդիմանելու օգտին։ Հանդիմանությունը Կոնգրեսի անդամի նկատմամբ կիրառվող կարգապահական միջոցներից մեկն է, սակայն այն չի հեռացնում նրան պաշտոնից եւ չի զրկում քվեարկության իրավունքից։ Կարելի է ասել նրան ամոթալի իրավիճակում դնելու եւ նախատելու օրինական եւ պաշտոնական ձև է։ Հանդիմանված անդամը պարտավորվում է կանգնել դահլիճի կենտրոնում եւ լսել կարդացվող հանդիմանության բանաձևը, որը հրապարակային կերպով դատապարտում է նրա վարքը կամ գործողությունները։ 10 դեմոկրատներ միացել են հանրապետականներին քննադատելով Գրինի քայլը։ Հիշեցնեմ, որ նա Թրամփի ելույթի ընթացքում ընդհատել էր նրան, ձեռնափայտով սպառնացել եւ բղավել նախագահի վրա։ Սա առաջին դեպքն էր, երբ նախագահի ելույթի ընթացքում Կոնգրեսի անդամ է հեռացվել դահլիճից, ասել է ներկայացուցիչների պալատի խոսնակը։ Սիրելի հետևորդներ, շնորհակալ ենք հաղորդումը մինչև վերջ դիտելու համար, մենք բարձր ենք գնահատում ձեր ակտիվությունը, սիրով կարդում ենք բոլորիդ նամակները։ Այնպես որ եթե դեռ չեք հասցրել բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, ապա բաժանորդագրվեք, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա թողարկումները, ինչպես նաև կոմենտներում գրեք, թե որտեղից եք հետևում մեզ։ Այսօրվա համար այսքանը, կհանդիպենք 2 օրից։ Շնորհակալություն։